Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի այսօրվա զրուցակիցը Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն է։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Պողոսյան, Բաքվի շինծու դատավարության արդյունքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները դատապարտվեցին ՑՄԱ ազատազրկման, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը 20 տարվա այնտեղ իրենց օրենսդրության պայմանավորված, իսկ մյուսներն էլ 18-ից 19 տարվա ու թեև ինչ որտեղ էս Բաքվի գործողությունները ողջ շինծու դատավարությունը հաշվի առնելով որոշակի կանխատեսելի էր, բայց երբ որ արդեն այս վճիռը կազմում է, երբ որ կարդում ես դա, ազգացողությունները լրիվ այլ են։ Ու այս ամենայն ֆոնին, երբ որ ընդամենը 3 Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ խաղաղության մրցանակ է ստանում, ձեռք են սեղմում միմյանց հետ։ Իրեք իսկապես մեծ ցավ է, նույնիսկ մի տեսակ իհարկե բոլորս սպասում ենք, ավելի շուտ չենք սպասում որևէ լավ բանի, հասկանալով թե ում հետ գործ ունենք եւ առհասարակ նաեւ ով էր մեր երկիրը ներկայացնում, բայց իսկապես շատ մեծ ցավ ապրեցի ես ինքս եւ նորից վերադառնալու եմ իմ դերևս ամիսներ առաջ ասած խոսույթին, որ այո, ցավալի է, բայց քանի դեռ Հայաստանը օկուպացված է Նիկոլ Փաշինյանի եւ թուրքական մյուս գործակալների կողմից, բոլոր նրանք, ովքեր հայրենիք ունեն, ովքեր այս հայրենիքի համար կյանք են դրել, պայքար են մղել, ովքեր ազնվաբար նվիրվել են այդ ամբողջ պայքարի կաղապարին, իրանք դատվելու են կամ Երևանում կամ Բաքվում եւ խոշոր հաշվով տարբերություն չկա եւ եթե մենք ուզում ենք պատանդներ չունենանք, այ մենք պետք է առաջեշտին իրենցից ազատվենք։ Տեսեք, մենք խոսում ենք, ասում ենք երեք իրենք խաղաղության մրցանակ ստացան, բայց ուր է այդ խաղաղությունը, հասկանում եք, խաղաղությունը միայն նա չի, որ ենթադրենք մի քանի ամիս կամ մի տարի կրագոսներ չի եղել։ Պարոն Պողոսյան, նույն այդ Ալիևին այդ մրցանակով պարգևատրողները չեն ասում, բալավ եթե քո երկրում գերիներ կան, հա, այսպես դատավարություն է գնում, չեն պահանջներ չեն դնում միջավայր տեսեք, երբ որ որևէ մեկին պահանջ տնեն, առաջերտին տվյալ երկրի ներկայացուցիչները պետք է այդ պահանջը տնեն, իսկ Հայաստանի Հանրապետության այսպես ասած կառավարությունը կամ կառավարիչները իրենք երբեք որևէ նմանատիպ պահանջ չեն տրել, այ մենք չենք կարող ֆիքսել, որ ենթադրենք Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հստակ կա դրված գերիների հետ վերադարձման հարց չկա, արտգործնախարարությունում դա որևէ կերպ չկա, չի առնչվում, որևէ միջազգային արձանում կառավարիչների կողմից որևէ կերպ չի արձանագրվում, լավագույն դեպքում միայն ընդդիմությունն է, որ փորձում է ներկայացնել, բայց միայն ընդդիմության ձայնը տվյալ դեպքում շատ քիչ է, այսինքն սա նույնն է, որ մենք զարմանանք, թե ինչու Ադրբեջանը 2023 թվականին հատուկ գործողություններ իրականացրեց եւ ամբողջովին հայաթափեց Արցախը։ Հիմա ինչ որ մեխանիզմներ հայկական կողմի ձեռքում մնաց, պարոն Պողոսյան, այս մասով, այս դա վճռից հետո ինչ մեխանիզմներ մնաց հայկական կողմի ձեռքին։ Դե վերջ այս էջը պետք է բացարձակապես հերթական անգամ էջը փակվում է։ Հերթական անգամ էջը փակվում է ու այստեղ լավագույն դեպքում գուցե մի քանիսին վաղը մյուս օր օրինակ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի օրեցօր նվազող, այսպես ասած, ռեյտինգը բարձրացնելու համար կարող է պատահաբար իմանանք, որ հակարեկամուրջից մի երկուսին նորից հետ են թողել։ Բայց այս դեպքում առաջերտին Ադրբեջանը ինչ էր ցկտում, որովհետեւ ինքը կարողանար ամբողջ աշխարհին համոզել, ապացուցել, որ այնտեղ 30 տարի ոչ թե եղել է ազգապահպանության գործընթաց, ոչ թե եղել է ցեղասպանությունից խուսափելու գործընթաց եւ ոչ թե իրացվել է ինքնորոշման իրավունք, այլ այնտեղ եղել են ուղղակի ահաբեկիչներ։ Այ իր խնդիրը սա էր, ինքը ուզում էր ցույց տալ, որ այնտեղ անջատողական քաղաքականություն վարող ինչ որ մարդիկ են եղել, չի եղել պետականություն եւ ահա ինքը կարողացել է ճնշել այդ ապստամբությունները, այդ հարցում իրեն օգնել է Հայաստանի ղեկավարը, ավելին Հայաստանի ղեկավարը իր հետ կանգնում է ինչ-որ ամբիոններում մրցանակներ է ստանում եւ նույն Հայաստանի ղեկավարությունը համաձայն է, որ այս մարդիկ եղել են ահաբեկիչներ։ Այսինքն սա հերթական կներեք, հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց
թուրքական Հայաստան քաղաքականությունը։ Եթե կհիշեք, Ռուբեն Վարդանյանն էր ճիշտ եմ հիշում, որ պահանջել էր հենց այս դատավարության շրջանակներում նաև հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին։ Բայց այդպես էլ այո, իրականում սա ֆարս է։ Եվ եթե մենք փորձենք այդպես հետ գնալ, անընդհատ հետ գնալ, մենք ինչ կտեսնենք, որ Նիկոլ Փաշինյանը ինքն ամենակորձիկ էր, ով եկավ, կարողացավ հայրենասիրության ֆոնի վրա ստեղծել մեծ էֆորիա, հետագայում մեծ հիասթափությունների արդյունքում ամեն ինչ նվիրել Ադրբեջանին։ Եվ այս ճանապարհին տեսեք, արդեն հաջորդ քայլը որն է լինելու։ Արդեն սկսելու է տեղից մարդիկ այնտեղ հանձնելու։ Պետական ռազմական կոզիչներին ինքը այլևս սկսելու է հանձնել Բաքվին, որովհետև եթե այսօր ինքը համաձայն է, որ ենթադրենք Բակո Սահակյանը կամ չգիտեմ Դավիթ Մանուկյանը իրենք եղել են ահաբեկիչներ, հետևաբար ինքը պետք է նրանց ծառայակիցներին բոլորին պետք է հանձնի։ Ընդհուպ իր որդուն, ով 2 տարի ժամանակ այնտեղ ծառայել է։ Այսպիսի ինքը շատ վտանգավոր, տեսեք ինքը բայց այդ վտանգավոր քաղաքականություն է սականում, այսինքն տեսեք նույն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին տամենը մեկ հայտարարությունը արժանացավ մեզ 12,000 քառակուսի կիլոմետր, այսպես վերջնական տալու, արժեցավ 120,000 մարդու տնազրկությանը, կներեք մի քիչ արդեն զայրացավ, արդեն գուցե բառերն մի քիչ այլ կերպ ներկայացնեմ, բայց այդ մարդը այսօր ինքը վերջնական փորձեց Արցախի վրա տաբանակար դնել եւ ինքը վերջնականապես նաեւ տարավ նրան, որ հայ ժողովրդին ինքը աշխարհով մեկ ներկայացնի որպես ահաբեկիչ։ Պարոն, գուցե ձեռքին էլ կոնկրետ տեսմասով ոչինչ չկա, քանի որ ռազմաքաղաքական ղեկավարների հետ նրանց գործը ավելի աղմկահարույց է, հա, ավելի հանրային հետաքրքրություն ունի, գուցե այս դրա հետ կապված Բաքվում, եթե մյուս քաղաքացիներ մասով ինչ-որ զիջումներ գնացին, այս դեպքում իսկապես որևէ այսպես տարբերակ չունեն։ Մենք տարբերակ ունենք, բայց մենք պետք է տարբերակը իրականացնենք առաջի հերթին Հայաստանում իշխանություններ փոխելով։ Եվ այդ տարբերակը իրականացնելուց հետո մենք կարողանանք բոլոր պատանդներին ազատել, թե Բաքվում գտնվող եւ թե Երևանում գտնվող։ Տարբերակներ միշտ կա, իսկ այս դեպքում տեսեք մենք ինչ ենք գնում, որ ամբողջապես մենք խմբագրում ենք հայոց նորագույն պատմությունը եւ սրանով մենք արդեն տալիս ենք մեր համաձայնությունը, մեր լռությամբ այո տալիս ենք այդ համաձայնությունը եւ ընդունում ենք, որ Արցախի գոյապատ պայքարը ինքը չի եղել ազգային պայքար, որ այն միտված չի եղել ազգային ինքնորոշման վրա, այն ընդամենը եղել է ահաբեկչական ինչ-որ գործողությունների շրջափուլ, ինչպես եւ պնդել է եւ պնդում է Իլհամ Ալիևը, այսինքն մենք դրան այստեղ թույլ տվեցինք։ Սրանից հետո այլևս խոսք չի կարող խոսք լինել Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին, այսինքն սա էլ արդեն ինքը փակում է։ Այս ամեն ինչից հետո ինքը Ալիևին հնարավորություն տվեց, որպեսզի Ալիևը վաղը մյուս օր արդեն հստակ պահանջներ տնի եւ Հայաստանի բոլոր հայցերը Եվրոպադարանից հետ պահանջվի։ Եվ սրանով Ալիևը որպես ռազմական հանցագործ ինքը արդեն դուրս է գալիս։ Այսինքն սա եթե մենք կենցաղային լեզվով ասենք Նիկոլ Փաշինյանը լված իր ընտանիքին մորթողի ձեռքերը։ Այդ այրունոտ ձեռքերը, Ալիևի այրունոտ ձեռքերը, որը հազարավոր մարդկանց կյանք էր արժեցել, Նիկոլ Փաշինյանը 3 բեմի վրա ինքը լված այդ ձեռքերը։ Ինքը այդ այրունը հանեց եւ ավելին հիմա ինքը այդ այրունը փորձում է լցնել այն մարդկանց վրա, ովքեր այդ այրունոտ ձեռքը բռնել էին։ Այսինքն սա հերթական անգամ ցույց տվեց, որ մենք գործ ունենք մեր երկրում ազգակործանի հետ։ Երեք իշխանական թևի ներկայացուցիչները լուսանկարը հրապարակելով ասում են, որ սա բացառիկ է, այսինքն պատմության մեջ երբեք չի եղել, որ Հայաստան, Ադրբեջան եւ խաղաղություն բառերը նույն համատեքստում իրար հետ օգտագործվեն, իսկ հիմա երկու երկրների նախագահները միասին բարգեւատրվում են խաղաղություն հաստատելու։ Որովհետեւ իրենք նախ սուդասարն են, երկրորդ իրենք անկրագետ են եւ երրորդ իրենք ընդհանրապես ազգային հետ կապ չունեն։ Հայաստանի պատմության մեջ եղել է օրինակ, երբ որ Հեյդար Ալիևին Տեմիրջան այսպես բռնել, երեկակնծել էր Սարդարապատում եւ ստիպում էր խոնարհվել այն հայերի արչեւ, ովքեր թուրքերին այդտեղ սատկացրել էին։ Այդ կարող էին համարել աննախադեպ։ Իսկ այս դեպքում եթե որևէ
մեկ այդ թվում Ադրբեջանի նախագահան որպես ճուլ օգտագործում է Փաշինյանին եւ ցեխոտ ոտքերը, այրունոտ ձեռքերը այդ լատի կդորի վրա սրբում է, դա չի կարող լինել աննախադեպ, որովհետեւ ցանկացած լատ ձևաստեղծված է, հա, որովհետեւ իր վրա մաքրեն կեղդը։ Այս այդ Երևանը կներեք մի քիչ գուցե շատ էմոցիոնալ կնած Երևանը հենց դա էր, այսինքն այնտեղ ինչն էր աննախադեպ, երբ որ ինքը ելել է գնացել է իր ղեկավարած պետության թիվ 1 թշնամու ցերկն է սեղմում, խաղաղություն է, հա, խաղաղություն է, որ Ալիևը այսօր չգիտեմ, Սևանը համարում է Ադրբեջան եւ Սևանի նկատմամբ տարածքային այսպես հանգուցումներ է ներկայացնում։ Նորմալ է խաղաղությունը, երբ որ այսօր նույն Ադրբեջանը Հայաստանը հայտարարում է որպես Ադրբեջան եւ դրանով իսկ արդեն հող է նախապատրաստում թե իրեն եւ թե հետագա սերունդներին Հայաստանում հերթական ցեղասպանությունը իրականացնելու, այսինքն այստեղ ո՞րն է խաղաղություն։ Քանի որ ուզում եմ այսպես մի քիչ խոսենք սարերի հետևում չեն գալի կընտրությունները, որոնք առաջիկայս ամենասպասվող, ամենակարևոր իրադարձությունն են, հա։ Այսօր քաղաքական ուժերը որը ինչ օրակարգով, ինչ դիրքորոշումով է հանդես գալիս, քանի որ շատ են նաև քննադատություններ, օրինակ ասում են, որ պետք չի գնալ ընտրությունների, այդ օրակարգը պետք չէր առաջ տանել, պետք չէր համագործակցել գործող իշխանությունների հետ։ Բացի եթե փողոցի մեթոդը չի աշխատում, բացի ընտրություններից ուրիշ ինչ տարբերակ կար։ Impeachment-ը չգործեց, փողոցը չգործեց։ Տեսեք, այս ամեն ինչը ինչ որ տեղի ունեցավ վերջին 5 տարում եւ ինչը որ այսօր տեղի ունեցավ, ինքը անմիջապես հետևանքներ 2021 թվականի ընտրությունների։ Եթե այն ժամանակ չլեգիտիմացվեր Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ինքը չէր կարողանալու հանձնել Արցախը, ինքը չէր կարողանալու ուրանալ ցեղասպանությունը եւ ինքը չէր կարողանալու հանձնել նաեւ մեր հայրենագիցներին։ Դա այն ժամանակն է շարժումներ ձևավորեցին, փողոցը չգործեց, դրա համար գնացին Երբ որ Պողոսյան Կարապետը, որը սովոր չէր փողոցներում քնելու, բաց հանուն Հայաստանի եւ հանուն հայրենիքի փողոցներում քնում էր ու որևէ մեկը ով հեղինակություն է վայելում եւ հայտարարում է որ կգնանք ընտրության եւ ընտրությունով արցակրուզենք բնականաբար Կարապետի տեսակ եւ մյուսների տեսակ ովքեր նույնիսկ կգնամ բոմժությանը սովոր չէին փողոցում քնելուն սովոր չէին իրենք գերադասեին պետք է գնալ կաբինետում նստել ընտրություն կազմակերպել որովհետեւ վստահ են որ հաղթանակ լինելու է բայց չեղավ չէ իրականում չեղավ հիմա տեսեք այսօր Նիկոլ Փաշինյանը ինքը ամեն ինչ անում է որպեսզի ընտրությունները լինեն լեգիտիմ եւ ամենակարևորը իր համար լեգիտիմ լինելու համար պարտադիր է որ մասնակցության թիվը կոնե մի 40%-ի հասնի եւ դա ինքը կարողանա հաջողեցնել միայն այն դեպքում երբ որ այսօրվա ընդդիմադիր դաշտի խոշոր խաղացողները կամ ռեսուրս ունեցող խաղացողները մասնակցեն չմասնակցելու դեպքում ինքը կունենա լեգիտիմության բավականին մեծ խնդիր այսինքն տեսեք կլինեն իրենք Արամ Սարգսյանի կուսակցությունը Արման Բաբաջյանը բայց պատկերացրեք մի բանը երբ որ ընտրություններին մասնակցում է երկրի բնակչության 15%-ը մի բան է երբ որ մասնակցում է 40%-ը եւ ավելին այստեղ շատ կարեւոր է այսօր նույն Ադրբեջանը իր հերթական զիջումները կոզելու համար իր համար շատ կարևոր է որպեսզի Փաշինյանը ընդրվի լեգիտիմ եւ ընդրվելու արդյունքում նաեւ ընտրությունները լինեն լեգիտիմ այսինքն 40 եւ պլյուս տոկոս մասնակցություն ունենան հակառակ դեպքում 10% մասնակցությամբ ընտրությունների արդյունքում ընդրված վարչապետը ոչ ոք ոչ մի բան չի ստորագրել ես ուզում եմ մի թարմ օրինակ բերեմ ընդամենը տարիներ առաջ Եթե հիշում եք 2020 թվականին, երբ որ հերթական անգամ նախաձեռնվել էր Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների մասով հանրաքվե, քաղաքական ընդդիմադիր այսպես խոշոր ուժերը իրենք հրաժարվեցին մտնել այդ պայքարի մեջ, որպես այդպեսին նույնիսկ ազգային ժողովում կար այն ժամանակ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան եւ այլն կային, այսպես ասած Պարլամենտական ընդդիմադիրներ, բայց որպես այդպեսին չէր ձևավորում եւ չձևավորվեց ոչի շտաբ։ Արդյունքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, մեր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ այսպես ստանձնեցին ոչի շտաբի պատասխանատվությունը։ Եվ սա այնպիսի խորը ճգնաժամ էր առաջացրել այդ հանրաքվեի մասով, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այդ բարձր էйֆորիայի պայմաններում ինքը չէր կարողանում այդ ընտրությունները որպես այդպեսին կազմակերպել եւ արդյունքում իրեն փրկության եկավ կորոնավիրուսը։
Ինձ թվում է բոլորդ հիշում եք։ Այ հիմա նույն խնդիրը պետք է դարձնել հենց այդ չմասնակցել եւ բոյկոտել։ Այո, պետք է բոյկոտել։ Հակառակ դեպքում, եթե մենք գնում ենք այսօրվա այս պայմաններում իր ընտրություններին մասնակցելու, մենք ստորագրում ենք Արցախի հանձնման տակ։ Մենք ստորագրում ենք Բակո Սահակյանի եւ Արկադի Ուգասյանի դադավեճի տակ։ Բայց մեծ մասը արդեն հայտարարել են մասնակցության մասին, թեկնածուին են։ Հա, եթե հայտարարել են, ուրեմն չեն կարող հետ կանգնել։ Դե եթե հայտարարել են եւ գտնում են, որ ճիշտ տարբերակը նորից Նիկոլ Փաշինյանին պահելն է եւ լեգիտիմացնելն է սամենքը, կգնան հետևից։ Միանալ ու Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ինչպես իրենց օրակարգն է։ Հայաստանում երբեք ընտրությունները ինչ որ բան փոխվել է։ Գուցե հաջողվի, գուցե այդ նույն գուցեի տարբերակով 2021 թվականին գնացին ընտրության արդյունքում այն 2000 քառակուսի կիլոմետր մնացած տարածքը չկարողացանք պահել։ Այ եթե այստեղ քաղաքականությունը ինքը նաև կոֆեի բաժակ նայել չի։ Այն որ մեկին մի երկու հատ լավ բան ասեցին, չգիտեմ, մի հատ կոֆեի բաժակ նայող ասես թե քո ռեյտինգը բարձր է, հել գնա։ Գնաց ընտրության ինչ է լինելու։ Այս մարդիկ արդեն բազա չէ ընտրությունները ինչպես են անցկացվելու։ Մենք տեսնում ենք չէ արևմուտքի կողմից տված այն միջազգային կազմակերպությունները, որոնց ձեռքին կա որոշակի լեզակներ, որոնք կարող են հետևել ազատ եւ թափանցիկ ընտրություններին, իրենք արդեն հայտարարել են, չէ՞ որ բացարձակապես իրենց համար հետաքրքիր է սա Նիկոլ Փաշինյանը։ Թող ընդդիմությունն էլ այնպես կարողանար համագործակցել, որ իրենց կողմից ընդդիմությունը որբիսի այդպես համագործակցեր, ինքը Նիկոլից միջազգային կառույցների երկրների հետ։ Որբիսի ինքը համագործակցեր, ինքը պետք է առաջին էր տար Ալիևի ցերկը սխմեր։ Հիմա փարկասու տերևս դա չի եղել։ Գուցե սխալների եւ գուցե դիդավորության արդյունքում բերե հասցրել են այս վիճակին, բայց համենայն դեպս դերևս չենք հասել նրան, որ ինչ որ մեկը կնար բացի Նիկոլից էլի Ալիևի ցերկը սխմեր։ Այսինքն այսօր այդ մարդկանց աշխարհին Հայաստանը հետաքրքիր չի, իրենք ունեն լրիվ այլ շահեր, այլ հետաքրքրություններ եւ այդ հետաքրքրությունների արդյունքում Հայաստանը ինքը ամբողջովին վերածվում է փալասի։ Այո, որ Փաշինյանը ասում է Միջանցք կամ չգիտեմ Խաչմերուկ, այդ Խաչմերուկում ընդամենը Հայաստանի տերը փալասի տերն է, այսինքն բոլորը պետք է վրայից անցնեն ոտքերը մաքրեն։ Հետևաբար դուք տեսեք, այստեղ խնդիրն այն է, որ այդ ընտրությունները պետք է ցախողվի Նիկոլի իրական լեգիտիմության դեֆիցիտը պետք է ավելի խորացվի, եթե մենք ուզում ենք իրեն հեռացնել, իսկ եթե չենք ուզում հեռացնել, ուրեմն պետք է կանանք ընտրությունների օգնենք ընդդիմի։ Պարոն Պողոսյան, ընդդիմադիրը հիմնական ուժերը չմասնակցեցին, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց, խորհրդարան ձևավորվեց, ենթադրենք այսպես մի պահ պատկերացնենք, ասենք Հանրապետություն կուսակցությունը, Արման Բաբաջանյանի կուսակցությունը եւ այդպես։ Լավ, ինչքան էլ ասեցինք, դուք ոչ լեգիտիմ եք, ոչ լեգիտիմ եք։ Տեսեք, ոչ լեգիտիմությունը, տեսեք, այստեղ շատ նուրբ պահ կա, որը ես նոր փորձեցի էլի ներկայացնել։ Եթե ընտրությունների մասնակցությունը օրինակ կլինի 15%, դա արդեն ինքնստինքյան ոչ լեգիտիմ ձևավորված կառավարություն է։ Արդեն ոչ ոք, այդ թվում Ալիևը չի համարձակվի Փաշինյանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այդ դրանով գոնե մենք մեզ կապավագրենք, մենք մեզ կփրկենք, մեր եկեղեցուն կփրկենք հետագա ասպատակություններից եւ այդ լեգիտիմության դեֆիցիտը այնքան մեծ խնդիրներ կստեղծես թուրք ադրբեջանական դաշինքի համար, որ իրենք այլևս չեն կարողանալու երկար ցկել։ Այսինքն խնդիրը դա է, հասկանում եք, եթե օրինակի համար ես հիմա չտամ անուններ, լավ Պողոսյան Կարապետը եթե հայտարարում է, որ ինքը չի մասնակցում եւ ինքը իր 5 հետևորդին խնդրում է, որ չգնան մասնակցության, արդեն ինքնստինքյան եղավ, որ այդ ընտրությունների մասնակցության թիվը ընկավ։ Տեսեք, այս մարդիկ երեք այսպես շատ նուրբ ձևով արտադատության են աղջիկը ասում է արդեն սահմանադրությունները պատրաստ։ Ինչի համար։ Տեքստը պատրաստ կլինի։ Հա, ինչի են իրանք սա հիմա փորձում հայտարարել։ Որովհետև իրենք գիտեն, որ իրապես շատ քաղաքական ուժեր կամ քաղաքական գործիչներ, ովքեր որ ոչ թե մանդատի հետևից են գնում, այլ գնում են կոնկրետ գործ անելու, իրենք ընտրությունների չմասնակցեն։ Այ հիմա ինքը նաև փորձելու է սահմանադրության հանրաքվեն մտցնել, որովհետև այս մյուս ուժերն էլ ստիպված ոչի շտաբը մտնելու համար կնան եւ պայքարեն այդ սահմանադրության փոփոխման դեմ եւ կարողանան արհեստականորեն լցնել այն մնդրողների դեֆիցիտը, որը չի լցվելու, որը բերելու է Փաշինյանի ոչ լեգիտիմացմանը։
Այսինքն իրենք այսօր տեսեք լավ էսպես բան ասեմ, Թովոսյան Արսենը իրենք հերթական անգամ թոշակառուների մասով մի շատ հայտարարություն արեց, չէ՞, ասաց թոշակառուներն այնքան երկար են ապրում, որ աշխատողները չեն հասցնում իրենց համար վճարումներ կատարել, չէ՞, այսինքն ինքը փաստացի վիրավորեց թոշակառուներին, փաստացի ինքը թոշակառուները, այսպես ասած, արագ մահը ցանկացավ։ Եվ սա թե հիմարություն չէր, սա նորից հերթական դիտավորություններ, այս մարդկանց այնքան շատ է պետք, որ ընտրությունները լինեն մասնակցային առումով բարձր, որ իրենց հիմնական թիրախներից մեկին անընդհատ նեղացնում են թոշակառուներին։ Իրենք գիտեն ընտրությունները ոնց են հաղթելու։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ինքը խնդիր չունի մտածելու թե ընտրություններում ինքը ոնց է հաղթելու։ Ինքը խնդիր ունի ընտրությունների մասնակցություն ապահովելու։ Երիտասարդների հետ է հանդիպում, միջոցառումներ է կազմակերպում։ Ու հետ ուզում է ինքը ախր միամտություն է Քրիստինե ջան, ինքը այնպես չի որ հույսը տվել է որ երիտասարդները կամ որևէ մեկը պետք է անան իրեն ընտրեն, ինքը ունի այդ տեխնոլոգիաները, ինքը ունի այդ գործիքակազմը, ինքը ունի նաև գեր ժամանակակից խախտումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ ամեն ինչի ինքը ունի այստեղ եկեք այդ միամիտ չլինենք, ինքը չունի միայն այն հնարավորությունը, թե ինչպես անի, որ ընտրությունների մասնակցության թիվը ապահովի, որովհետև այդ ընտրությունների մասնակցության թիվը շատ ցածր կլինի, ինքը այդ ընթացքում նույնիսկ եթե 90%-ը կհավաքի, միևնույն է ինքը չի լինելու լեգիտիմ ղեկավար, չի լինելու լեգիտիմ վարչապետ։ Իսկ ընդդիմության խնդիրը ո՞րն է, առավել եւս այսօրվա հայկական իրականության մեջ։ Ամեն ինչ անել, որովհետեւ մարդը չունենա նորից իր պաշտոնավարումը շարունակելու հնարավորություն եւ եթե չի էլ ստացվում կոնե իր ձեռքից վերցվի հայն գրիչը, որով ինքը ամեն ինչ ստորագրեց, այս երկիրը կործանեց։ Իսկ այդ գրիչը վերցնելու համար կոնե դի ազգային ժողովի ընտրություններին ինքը չկարողանա լեգիտիմություն ապահովել։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Պողոսյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր զրուցակիցը Գյումրեցի քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն էր, ձեզ հետ Քրիստինա Մուշեղյանն էր, շնորհակալ եմ զրույցին հետևելու համար։